Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Երրորդ շաբաթը շարունակվող սահմանային կրակոցները Սյունիքից նաև Գեղարքունիք են հասել։ Կառավարությունը չի նահանջում, արցախցիների մեծ մասի սոցիալական աջակցությունը ապրիլի 1-ից դադարեցվել է։ Այստեղ անգամ խոցելի խավեր կան, որ ուղղակի հնարավոր չէ, որ նրանց օգնություն չտաս։ Հատնվել է փողոց։ Քաղաքացիական պայմանագրի արդեն նախկին падգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպում հայտնված ընդդիմադիր ակտիվիստը մասնակի մեղավոր ճանաչվեց։ 40,000-ով ես կարամ ապրեմ, որ օրը 1000 դրամ ես ծախսեմ։ Պրոշյանցիները փակել էին աշտարակի մայրուղին դժգոհելով տրանսպորտի թանկացումից։ Լսրե ժողովրդի ձայնը։ Քաղաքացիական պայմանագրի Գյումրու քաղաքապետի թեկնածուն իրեն վիրավորած կնոջ եղբորն ու ամուսնուն կանչել է հարաբերություն պարզելու։ Թրամփի վերջնագրից շատ չանցած Իրանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են այս շաբաթ բանակցություններ սկսել։ Սահմանային կրակոցների աշխարհագրությունն ընդլայնվում է Սյունիքից նաև Գեղարքունիք հասնելով։ Դրանց մասին, որպես կանոն հայտնում են տեղացիները, պաշտոնական Երևանը միայն հերքում է հայկական կողմից արձակված կրակոցների մասին Բաքվի մեղադրանքները։ Սահմանի լարվածությունը հաջորդեց խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտին, երբ կողմերը հայտնեցին, որ փաստաթուղթը պատրաստ է, բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել։ Սյունիքի սահմանային գյուղերում երրորդ շաբաթն անընդմեջ կրակոցների մասին հաղորդումներից հետո այսօր նաև Գեղարքունիքի Վարդենիսից են հաստատում մի քանի օր է դարձյալ ադրբեջանական զինուժն ակտիվացել է։ Տարուց ավել երևի կրակոցներ չենք լսում, եթե լինում են շատ քիչ հազվադեպ, բայց այս վերջի շաբաթվա մեջ, 10 օրվա մեջ երևի հաճախակ են լսվում գյուղացիների պնդմամբ, մեկ լսում եմ։ Վարդենիսի կազմում ընդգրկված կութի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն Ազատությանը հայտնեց միայն ձայներ են լսում։ Պաշտոնյան սակայն շեշտեց, թե կրակոցները գյուղի ուղղությամբ չեն։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չէ եղել, գյուղում վնասված ինչ-որ շինություն կամ անասուն կամ բնակիչ մանավանդ չէ եղել, վիրավորումներ չէ եղել, նորմալ է ամեն ինչ, բայց կրակոցներ երբ միշտ դիրքային կամ չգիտեմ, լսվում են։ Ըստ Ավագյանի, կրակոցները միայն գիշերային ժամերին են հնչում։ 2 օր առաջ կրակոցները լսելի են եղել նաև Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղում, դրանք վարչական ղեկավարի խոսքով անհայտ ուղղությամբ են եղել, վնասներ չկան։ Կրակոցները լսվել են, մենակ ձայներն աղացվել, անհայտ ուղղությամբ, կոնկրետ նշանառու կրակոցներ չեն եղել, ոչ մի վնաս չի եղել, ոչ սահմանի դիրքերի ուղղությամբ, ոչ գյուղի ուղղությամբ։ Արդեն 20 օր է կրակոցները չեն դադարում Սյունիքի մարզի 2 սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով վերջին շրջանում փոքր-ինչ նվազել է դրանց պարբերականությունը։ Ձայները լսվում են, ճիշտ է, մոտիկից չի, հենց չի որ հեռվից, ամենակարևորը որ դեպի գյուղի ուղղությամբ չի։ Ոչինչ էսի։ Իմի ընդամենը մի քանի վայրկյանվա ձայներ են, որը մի 10-15 փամփուշտի ձայն մինչև 20 մետր կա։ Օրեր առաջ մարտի 31-ին Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։ Պաշտպանության նախարարությունը միայն այդ ժամանակ հայտնեց Սյունիքում կրակոցների մասին։ Ռազմական կառույցից հիմնավորում են, հաղորդում են միայն այն խախտումները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքին, նպատակային ու թիրախային են։ Այս նույն ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայկական կողմին է մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը Երևանը կտրականապես հերքում է։ Անցած շաբաթավերջին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադառնալով իբրև ադրբեջանական դիրքերի կանոնավոր գնդակոծություններին, զինվորականներին հանձնարարել էր պատրաստ լինել ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար։ Հերքելով Բաքվի մեղադրանքները հայկական կողմը պարբերաբար հիշեցնում է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որին Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն արձագանքել։ Ռազմական կառույցը նաև հայտարարում է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Երևանին փոխանցելու պարագայում։
Արցախցիները ազատության հրապարակում շարունակում են նստածույցը, կառավարությունն իր հերթին պնդում է, թե նահանջ չի լինելու, ապրիլի 1-ից կասեցված սոցիալական աջակցությունը չի վերականգնվելու։ Բողոքի ակցիայի մասնակիցների մյուս պահանջը բանակցությունների սեղան բերել արցախցիների վերադարձի հարցը, իշխանությունների հետ վերջին հանդիպմանը չի էլ քննարկվել։ Երևանը բաց հայտարարում է, Բաքվի հետ այդ թեմայով չի խոսելու։ Ռամիկ եմ իշխան դառնալ չեմ ուզում։ Արցախից տեղահանված Դրմբոն գյուղը 36 տարի կառավարած Սուրեն Շաբոյանն է պատասխանում կառավարությանը, որը ըստ նրա փորձում է արցախցիների բարձրացրած հարցերը տեղավորել միայն հացի խնդրի տակ։ Իրենց պահանջը, ասում է, տարեց արցախցին, արժանապատիվ կյանքի մասին է։ Էս է միակ մեր բանը։ Մի շան չափ չկանք։ Հանրայինի եթերում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էր երեկ բացատրում, որ արցախցիների բնակվարձի 40+10,000 դրամ աջակցության ծրագիրը, որ ապրիլի 1-ից կրճատվեց, նպատակից շեղվել էր։ Կառավարության ներկայացուցիչը նախ հիշեցրեց, որ սա ժամանակավոր ծրագիր էր, հետո էլ եզրակացրեց, եւ դա պատճառ դարձավ, որ մարդիկ չդիմեն բնակարանի համար սերտիֆիկատ ստանալու ծրագրին։ Պատճառներից մեկը նաեւ որքան դեռ հասանելի է 50,000 դրամ, հասանելի էր 50,000 դրամ աջակցություն։ Մարդիկ մտածում են հավանաբար, որ կարելի է շարունակել օգտվել այդ ծրագրից, երբ կդադարի այդ ծրագիրը, այն ժամանակ էլ կդիմեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար։ Քո բնակարանը դից պետք չի։ 3 անգամ ես տուն եմ դրել, 3 անգամ թողել ընդեղ։ Ինձ պետք էլ չի իմ տունս քանդված տեսնեմ, միակ իմ գերեզմաններս ընդեղ են։ Դրմբոնցի Սուրեն Շաբոյանը այսօր ազատության հրապարակում էր։ Այստեղ ավելի քան 10 օր է մի խումբ արցախցիներ նստածույց են անում, պահանջելով Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան տալ իրենց 12 կետանոց պահանջագրին, որտեղ սոցիալական խնդիրներից բացի նաև իրենց վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման հարցերն են բարձրացնում։ Նամակագրական կապը, կարճ հանդիպումները պաշտոնյաների հետ բավարար չեն համարում եւ տևական ժամանակ է տարբեր ակցիաների միջոցով շարունակում են պնդել, որ դրսում են հայտնվելու, եթե բնակարանային արժանապատիվ ծրագրի հարցը չլուծվի։ Մի վայր, այնքան որ տանիք լինի, մենք մեջ ապրենք, կարողանանք յոլա գնանք, մինչև որ պայմաններ կստեղծվի, մենք եկել գնանք Արցախ։ Եվրոպական քաղաքների գների են հասել ու մարդիկ ստիպված արտագաղթելու են այնպիսի վայրեր, որտեղ գոնե բնակվարձը այս աստիճան բարձր չէ։ Եվ այստեղ անգամ խոցելի խավեր կան, որ ուղղակի հնարավոր չէ, որ նրանց օգնություն չտաս։ Հատնվելու է փողոց։ Կառավարությունից արցախցիներին հայտնել են, որ 40+10 ծրագրից ապրիլի 1-ից կօգտվեն միայն անչափահասները, տարեցները, հաշմանդամության առաջին եւ երկրորդ խումբ ունեցողները եւ այլ խոցելի խմբեր։ Հուլիսից սակայն այս օժանդակությունը 10,000 դրամով կնվազի։ Կառավարությունը հիմնավորում է, որ 22,000 արցախցի արդեն աշխատանք ունի։ Բայց կան միջին խավի աշխատողներ, նրանք չեն կարողանում, անընդունակ են, ոչ թոշակառու են, ոչ մի բան չունեն, թող յուրաքանչյուր շրջանի համար տան ճշտեն, միգուցե քիչ է այդ մարդիկը, այդ մարդկանց գոնե բավարարեն։ Ես չեմ ասում սաղին բավարարվեն, բայց այդ որ խանգարեց ինչ որ բնակարանային ծրագրից։ Փոխվարչապետ Խաչատրյանը երեկ հիշեցնում էր, որ 115 միլիարդ դրամի ծրագրեր են արել տեղահանվածների համար։ Հարցազրույցի ամբողջ ընթացքում էլ կարմիր թելի պես պտտվում էր բնակարանի սերտիֆիկատի թեման։ Ենթադրենք 5 միլիոն դրամը սահմանամերձ բնակավայրերում էին։ Պատկերացնենք, որ այդ 5 միլիոն դրամները հեռու են Երևանից, աշխատանքի հնարավորություններն են որոշակիորեն սահմանափակ։ Վերջին կայացված որոշմամբ 4 միլիոն դրամ ենք դարձել աջակցության չափ, օրինակ Վանաձորում, օրինակ Հրազդանում, օրինակ Արմավիրում։ Չնայած փոխվարչապետի ներկայացրած այս հեռանկարին Դրմբոցի տղամարդը սեփական հաշվարկներն է արել, որոնք լավատեսության տեղ չեն թողնում։ Ասենք 2 հոգի ենք, 6 միլիոն դառավ։ 6 միլիոնով ինչ կարաս անես։ 2 տարի վարձ, ուրիշ չկա։ 2 տարի կարաս վարձ տաս ապրես։ Այս չեմ ասում, որ ենակա Հայաստանում էլ ունենք խոցելի խավերը։ Չեմ ուզում որ έτσι մեկից գանգատվեմ, չեմ ուզում որ έτσι բանեմ, մի խանգարեք մեզ թողեք ապրենք էլի ցավոտ տանեմ։ Պաշտոնական թվերներ հոգուտ կառավարության բնակարանային ծրագրի չեն։ Ընդամենը 900 արցախցի ընտանիքի այդ սերտիֆիկատը վերցրել, եւ այդ 900-ից 800-ի դեպքում անգամ թուղթը տուն չի դարձել։ Փաստացի տասնյակ հազարավոր տեղահանված արցախցի ընտանիքներից միայն 100-ին է հաջողվել բնակարան գնել պետության առաջարկած գումարով։
Էլեկտրոնային թևնոցով տանը վարչական հսկողության տակ գտնվող Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը երեկ բանտ է տեղափոխվել, դատարանը բավարարել է հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Պաշտոնեական դիրքի չարաշահման ու 23 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ մեղադրվող պաշտոնյայի փաստաբանը անհիմն է որակել, թե ազատության մեջ մնալով Կարոյանը կխոչընդոտի գործին։ Այն անձինք, որոնք իր մեղադրանքի մեջ նկարագրված են, այսպես գտնվում կալանքի տակ, այն անձինք, որոնց վերաբերյալ մտավախություն ունի վարույթ իրականացնող մարմինը չի կոնկրետացնում, մենք վերաքննիչ դատարանին ներկայացրել ենք։ Կարոյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց, վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք։ Քննիչը նաև իր նախաձեռնությամբ պաշտոնավարումը կասեցրել է առհասարակ շփումները գործով անցնող անձանց հետ սահմանափակված են, այդ ինչպես պետք է անօրինական ազդեցություն դրսևորի։ Կոմունալ վարչության պետից բացի կալանքի տակ են նաև քաղաքապետարանի ևս երկու գործող պաշտոնյա հասարակական կարգի պահպանության վարչության ղեկավարն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը եւ ևս երկու նախկին պաշտոնյա։ Ընդհանուր առմամբ կաշառք տալու ու ստանալու այս գործով 12 մեղադրյալ կա, մյուսները ենթադրաբար կաշառք տվողներն ու օժանդակողներն են։ Առավոտից լարված էր Երևանի հարևանությամբ գտնվող Պրոշյան ավանում դժգոհելով տրանսպորտի թանկացումից տեղացիները փակել էին աշտարակի մայրուղին։ Պրոշյանն այժմ սպասարկում է երևանյան երթուղին 150 դրամով, բայց կառավարությունը գիծը հանձնել է Գագիկ Ծառուկյանի ընկերությանը, որն էլ 250 դրամով բնակիչներին մինչև մայրաքաղաքի Արվարձան է հասցնելու։ Այստեղից էլ ևս 150 դրամ պիտի մուծեն ճանապարհը շարունակելու համար։ Աշակառու մարդ եմ, 40,000-ով ես կարամ ապրեմ, որ օրը 1000 դրամ ես ծախսեմ։ Երևանի անմիջական հարևաններ Կոտայքի, Քասախ եւ Պրոշյան գյուղերի ավելի քան 10,000 բնակիչները փաստի առաջ են կանգնել։ Ահազանգում են բնակավայրերը մայրաքաղաքին կապող Երևանյան 25 եւ 59 համարի ավտոբուսներին շուտով պետք է փոխարինեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության միկրոավտոբուսները, որոնց սակագինն ավելի բարձր է։ Եթե այժմ քաղաքացիները մեծ ժոնգթոնգ ավտոբուսներով են երթևեկում ու 150 դրամ վճարելով տեղ հասնում, հնարավոր փոփոխությունից հետո միկրոավտոբուսներից կօգտվեն, իսկ դրանցով մեկ ուղևորության արժեքը 200-ից 250 դրամ կկազմի։ Սպասվող փոփոխության մասին բնակիչներն անցած ամսվա վերջին են իմացել։ Քասախի եւ Պրոշյանի վարչական ղեկավարների գրասենյակներն իրենց Facebook-յան էջերում նոր երթուղիների վերաբերյալ կառավարության հրամանն էին հրապարակել։ Վրդովված քաղաքացիները պահանջում են գործող տարբերակն անփոփոխ թողնել։ Նրանք ինչպես շաբաթ օրը այսօր դարձյալ փողոց էին դուրս եկել, փակելով Երևան աշտարակ ճանապարհը։ Ժողովուրդ, հույսերը դեռ չեն կորցնում։ Այս անգամ կառավարությունը, քաղաքապետարանը, բոլոր մարմինները լսրեն ժողովրդի ձայնը։ Զայրացած քաղաքացիները հաշվել են փոփոխությունից հետո իրենց ֆինանսական բեռը շեշտակի կմեծանա։ Ըստ հրապարակված փաստաթղթերի Պրոշյան Երևան միկրոավտոբուսների համար 250 դրամ սակագինը կգործի։ Այս գումարով մեքենաները նրանց միջև աջափնյակ կհասցնեն։ Այստեղից ստիպված կլինեն այլ ավտոբուս նստել ու եւս 150 դրամ վճարել։ Ասեմ լավ, հələ աշխատողների մի կողմ 1100 ուսանող իջացրեցիք ֆիզիկայի խաչմերուկ։ Այդ մարդիկ ոնց են հասնելու կենտրոն։ Խնդրում ենք, որ գոնե 25 համարի երթուղի մնա, դրա հետ համատեղ մեծ համայնք է, երկու համայնքներն են մեծ բնակչություն են։ Լավ է, ինքներդ տեսնում եք, զարգացող ուղի է, էլի, ասենք, այդքան մոլ է կառուցվում եւ այլն։ Ասենք, առաջարկում ենք, որ թող մուլտի գրուպն էլ մտնի, ավելի լավ, եթե ունենանք երկու տրանսպորտ, դա մենակ մեր շահերից է։ Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող մուլտիտրանսպորտ ընկերությունը տարիներ առաջ հաղթել է Կոտայքի մարզում տրանսպորտային փոխադրումների մրցույթում եւ ըստ կարգի մարզում կանոնավոր փոխադրումներն իրենք պետք է իրականացնեն։ Ոլորտը տարածքային կառավարման նախարարությունն է համակարգում։ Ճանապարհը փակած բնակիչները նախորդին փոխնախարարին են հանդիպել, արդյունքներից սակայն գոհ չեն։ Ասացին վաղն էլ կառավարությունում հանդիպում կլինի եւ եթե հետ քայլ չանեն, բողոքի ակցիաները կշարունակեն։ Օրինակ երեկվա մեր խոսակցությունից հետո, ասենք իրենք ինձ ասեցին, որ այսօրվանից արդեն 25-ը չպետք է լիներ։ Բայց հետո գյուղապետարանից տեղեկացրեցին, որ այսօր ու վաղը էլի աշխատելու է 25-ը։ Պրոշյանի վարչական ղեկավարի Facebook-յան էջում նաև ժամանակացույց է հրապարակվել։ Պրոշյան Երևան երթուղին կաշխատի մինչ երեկոյան 19-ը։ Թե այդ ժամից հետո գյուղի հազարավոր բնակիչներն ինչպես են երթևեկելու, պաշտոնյաների կազմած փաստաթղթերից պարզ չէ։ Մեր սիրելի ավտոբուսն եկավ։
Պրոշյանցիների հետ ազատությունն էլ առայժմ գործող 25 համարի ավտոբուսով Երևան վերադարձավ։ Մի քանի կանգառից հետո ավտոբուսում նստելու տեղ չկար։ Ուղևորները չեն պատկերացնում, թե ավելի փոքր մեքենաներով ինչպես են երթևեկելու։ Այս մի տրանսպորտ անձի ձեր տալիս, ես եմ որոշել, որ ուղղությամբ գնամ, որ ուղղությամբ հետ գամ, ու ես մի տրանսպորտը լինի։ Քաղաքացիները սրտնեղում են նման որոշումից առաջ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Ու ես առավոտվա ժամը 5-ից աշխատում եմ, ժամը 9-ին նոր տուն եմ գալիս։ Այդ երբևիցե մի օր մի բան չշահեցի, իսկ օլիգարխները, ժողովուրդին էլ, ճանապարհին էլ ամեն ինչ են փոխտանում ու առնում են։ Ոլորտը համակարգող տարածքային կառավարման նախարարությունից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ առայժմ չեն ցանկանում։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Քաղաքացիական պայմանագրի արդեն նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպում հայտնված ընդդիմադիր ակտիվիստը մասնակի մեղավոր ճանաչվեց։ Քաղաքացիական պայմանագրի Գյումրու քաղաքապետի թեկնածուն իրեն վիրավորած կնոջ եղբորն ու ամուսնուն կանչել է հարաբերություն պարզելու։ Թրամփի վերջնագրից շատ չանցած Իրանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են այս շաբաթ բանակցություններ սկսել։ Քաղաքացիական պայմանագրի Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել։ Հետընտրական լռությունը նա խախտել է Facebook-ում, իրեն վիրավորած մի կնոջից եղբոր ու ամուսնու հեռախոսահամարներն է ուզել սոցցանցերից դուրս իրական կյանքում հարաբերություններ պարզելու համար։ Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի ապրիլ 7-յան շնորհավորանքը սկանդալ է դարձել։ Նրա ֆեյսբուքյան գրառմանը վիրավորական տոնով արձագանքել էր Տոմաս Սիմոնյան անունով մի օգտատեր, ով գրել էր, թե ՔՊ-ից շնորհավորանք ընդունելը ժեխություն է, մարդ ինչքան ժեխ պտի եղնի որ ըսոնց ետևից էրթա։ Իշխանական Մինասյանը վիրավորանքին վիրավորանքով էր պատասխանել, թե մեջբերեմ, դու քո էությամբ ես դա, ամուսին եղբայր ունես, համար տուր, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, քեզ ինչ ասենք։ Այժմ կնոջ մեկնաբանությունն ու Սարիկ Մինասյանի արձագանքը հասանելի չեն։ Տոմաս Սիմոնյան օգտատիրոջն էլ հնարավոր չէ գտնել։ Իսկ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի այս պատասխանը որակվում է պաշտոնին ոչ արիր վիրավորանք ու Ռազբորկայի հրավիրելու փորձ։ Մինասյանը մեր հեռախոսազանգերին այսօր չպատասխանեց։ Ավելի վաղ Ֆակտոր TV-ի հետ զրույցում պնդել էր, թե այսպես ասած Ռազբորկայի չի կանչել օգտատիրոջը կամ նրա հարազատներին։ Ամուսնու կամ եղբոր համարն է ուզել, որ բացատրի, թե ուզում եմ, որ բացատրեմ այդ շնորհավորանքը իրեն էլ կվերաբերվի, ինչպես հազարավոր մայրերի, քույրերի։ Ոչ ոք չի քննադատում, որ նա հազարավոր մայրերի ու քույրերի վիրավորել է այդ բառով։ Իսկ ես, որ գրել եմ համար տուր, որ բացատրեմ, դա Ռազբորկա է, որ համարատար բացատրելու էի, որ մայրերին ու քույրերին չեն վիրավորում։ Թե ինչու հենց կնոջը չէր բացատրել իր պաշտոնական էջում ու տղամարդ հարազատների համարն էր պահանջել, քաղաքապետի ՔՊ-ական պաշտոնակատարը չի մանրամասնել։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը չարդարացնելով օգտատիրոջ գրառումը, միևնույն ժամանակ նկատում է, որ համայնքապետի պաշտոնակատարը ոչ թե ատելության խոսքն է քննադատել, այլ օգտատիրոջ կին լինելը։ Կնոջը խոսքը ոչ թե դատապարտվում է որպես ատելության խոսք, այլ ընդհանրապես անտեսվում է վկայակոչելով, որ դու կին ես եւ դու ունես տերեր, ես կխոսեմ քո տերերի հետ եւ նրանք կկարողանան լռեցնել քեզ։ Եվ հավանաբար հենց այդպես էլ իրագործվել է ամբողջ այս խնդրահարույց իրավիճակի լուծումը։ Այսինքն օգտատիրոջ էջի ջնջվելը արդյոք հենց տան տղամարդկանց որոշմամբ է եղել։ Ամեն դեպքում թիրախավորվել են ընտանիքի տղամարդ անդամները եւ կարծում եմ հենց խոսակցությունը կամ կոնֆլիկտի հանգուցալուծումը գնացել է տղամարդկանց ներքին խոսակցության շրջանակներում։ Հաշվի առնելով, որ պատասխանողը պաշտոնյա է, պետք է զուսպ լինել, նկատում է իրավապաշտպանը։ Պաշտոնյան հավելյալ ունի իր պարտականությունները, իր գործառույթներով պայմանավորված եւ իր մանդատով պայմանավորված, իր քաղաքական գործունեությամբ պայմանավորված եւ նա էթիկական այլ կանոններով պետք է գործի ատելության խոսքին միևնույն ձևով չպատասխանելու տեսքով։
Այսինքն պիտի ավելի զուսպ լիներ։ Իհարկե։ Նա պարտավոր է նաև նշաձող հաստատել հասարակության մեջ ատելության խոսքը կանխարգելելու եւ այդ շղթան կտրելու տեսանկյունից։ Զարուհի Հովհաննիսյանը ընդգծում է Գյումրիում ողջ նախընտրական քարոզարշավն ուղեկցվեց ատելության խոսքի մեծ չափաբաժնով, ընդ որում Սարիկ Մինասյանը կոշտ քննադատության թիրախում հայտնվեց նաև քաղաքապետի թեկնածուների բանավեճից հետո, երբ դրա ընթացքում ասել էր, թե նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք Լեռնային Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումարով իրենց երեխաներին ազատում էին ծառայությունից։ Արցախցիները սա համարեցին իրենց նկատմամբ ատելության խոսք։ Սարիկ Մինասյանը միակ ՔՊԱ-կանը չէ, որին մեղադրում են քաղաքացիներին վիրավորելու համար իշխող կուսակցության վարչության անդամ այսօրվանից արդեն նախկին падգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գյումրիի ընտրությունների օրը անսթափ վիճակում հայհոյել էր լրագրողին, իսկ դրանից առաջ էլ Պաշտպանության հանձնաժողովի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր վիրավորել լրագրողին, նրանից պահանջելով մաքրեք ձեր շրթունքները, շատ լավ։ Ոչ մի բան։ Քոչարյանը պնդել էր, թե իր խոսքերը վիրավորական չեն ու ներողություն չէր խնդրել։ Վիլեն Գաբրիելյանն էլ թեև միջադեպից հետո մանդատը վայր դրեց, բայց հետո ասաց, թե չի ափսոսում հայհոյելու համար։ Դա արել էր ի պատասխան շանտաժի։ Ավարտվում է քաղաքացիական պայմանագրի արդեն նախկին падգամավոր Հակոբ Ասլանյանի հետ պատմության մեջ հայտնված ընդդիմադիր ակտիվիստի դատը, նա մեղավոր ճանաչվեց մասնակի, պատժաչափը հայտնի կդառնա առաջիկայում։ Փոխարենը մինչև օրս որևէ մեղադրյալ չկա, Սամվել Վարդանյանին հենց ոստիկանական մեքենայում բռնության ենթարկելու գործով։ Վերդիկտ, Երևան քաղաքի առաջնացյալի հանրահավաքության քրական դատարանը որոշեց մեղադրյալ Սամվել Գարգի Վարդանյանին Ավարտվեց ավտոբուսի գործի դատաքննությունը եւ դատարանը ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին մեղավոր ճանաչեց խուլիգանության համար, բայց արդարացրեց համացանցում падգամավորի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, խտրականություն տարածելու հոդվածներով։ Սամվել Վարդանյանը 2 հոդվածներով էլ արդարացում է պահանջում։ Ու իմ կողմից կատարված ակտերի հանցանքների չլինելու կոնտեքստում ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ խնդիրը Հակոբ Ասլանյանի հետ անձնական չի, ինքն այդ պահին եղել է իշխանության մաս ու իշխանություն, որին ես համարում եմ, որ պատասխանատու են Հայաստանի լրջագույն խնդիրների համար։ 1 տարի առաջ ավտոբուսում Սամվել Վարդանյանը հանդիպել էր անժամանակ իշխող քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հակոբ Ասլանյանին եւ որոշակի արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։ Դրանից հետո նրան ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել։ Հիմարա, այդ փոխիչն են։ Մի խփի բիձա։ Այ Հակոբ Ասլանյանը դատականիստից հետո հնչեցրեց իր տեսակետը, ասաց, որ ինքը արդարություն է պահանջում։ Դատարանի արչև Սամվելը ինքն է իրեն տարել։ Ոչ մեկը նրան չի տարել դատարանի արչև, մարդը իր արարքների համար է պատասխան տալիս։ Ես պարտավոր չեմ նրա շահերը պաշտպանելու, ես իմ շահերն եմ պաշտպանում։ Ես արդարությունը, ես չհասկացա։ Հենց այդպես չհասկացա։ Ընկնեմ Երևանով 800,000-ին ումը մի բան լինի ընկնեմ շահերը պաշտպանեմ։ Հայ քեզ բան։ Դուք սխալ եք խոսում։ Սամվել Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը շարունակում է արդարություն պահանջել։ Նաև նշեց, որ անցած 1 տարվա ընթացքում իր տեսակետը իշխող ուժի նկատմամբ չի փոխվել։ Գիտեք, այսպես ասեմ, այս մի տարվա մեջ իմ մեջ ոչինչ չի փոխվել։ Ես ունեմ այն նույն մտքերը, ես ունեմ այն նույն քաղաքացիական դիրքորոշումը, ինչ ունեցել եմ անցած տարի ապրիլի 14-ին, 15-ին։ Ոչինչ, կրկնում եմ, ոչինչ իմ մեջ չի փոխվել։ Ուղղակի հաշվի առնելով, որ անկախ իմ կամքից, իմ հարազատներին, իմ քայլերը, գործողությունները որոշակի անհանգստություն են պատճառում, ինչպես նաև հետևելով իմ կողմից շատ սիրելի ու հարգելի պաշտպանների հորդորներին, ես իմ իշխանականներին հանրային պարսավանքի արժանացնելու գործողություններում, այսինքն մարտավարություններին փոփոխություն եմ անելու նման միջադեպի մեջ չհայտնվելու համար։ Սամվել Վարդանյանի փաստաբան Ուրբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև խուլիգանության հոդվածով նրան դատավորը մեղավոր է ճանաչում, բայց ամեն դեպքում սա չի նշանակում, որ նրան կազատազրկի։ Խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք էր,
նախատեսում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում, բայց միևնույն ժամանակ կա մեկ այլ հոդված քրեական օրենսգրքում, համաձայն որի առաջին անգամ արարք կատարած, ոչ մեծ սառության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում։ Այսինքն ազատազրկում նշանակվել Սամվել Վարդանյանի նկատմամբ չի կարող, իսկ մյուս հոդվածով, որը միայն ազատազրկում էր նախատեսում, 1-ից 4 տարի ժամկետով միայն ազատազրկում էր նախատեսում, ատելության խոսք, դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Ես հիշեցնեմ, որ 1 տարի առաջ, երբ Սամվել Վարդանյանին ձերբակալել էին, նա եւ նրա փաստաբանները ահազանգել էին, որ ձերբակալության ժամանակ քննչականի ճանապարհին ավտոմեքենան ոստիկանները կանգնացրել են, հայտարարել, որ հեռանում են իրենց բնական կարիքները հոգալու համար եւ այդ ընթացքում անհայտ անձիկ հարձակվել էին Սամվել Վարդանյանի վրա եւ նրան դաժան ծեծի ենթարկել։ Հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով, բայց ուղիղ 1 տարի է անցել այդ դեպքից եւ դեռևս որևէ մեղադրյալ չկա։ Ոստիկանների անձը իհարկե հայտնի է, ինքնությունը բացահայտված է, այսինքն դա նախաքննության Մանրեսումներ եղել են, նախաքննության համար դա գաղտնիք չէ, իհարկե ովքեր են այդ անձինք, եւ մեր համար առնվազն շատ տարօրինակ է, որ այդ անձանց մեղադրանք չի առաջադրվում առնվազն անփութության համար։ Առնվազն անփութության համար։ Պարզ պատճառով, որովհետեւ քաղաքական գործի հետ գործ ունենք։ Հաջորդ դատականիստը ապրիլի 14-ին է, այդ նիստին կողմերը կներկայացնեն իրենց դիրքորոշումը դատավորի վերդիկտի վերաբերյալ։ Միջազգային լրահոսից Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով, օրերս ուկրաինացի զինվորականները 2 չինացի զինվորականի են գերեվարել։ Չինաստանը ըստ Զելենսկու դարձել է 3-րդ պետությունը Իրանից եւ Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցում է Մոսկվային։ Պաշտոնական Պեկինը այս մեղադրանքները դեռ չի մեկնաբանում։ Վլադիմիր Զելենսկին այսօր առաջին անգամ նաև պաշտոնապես հաստատել է, որ ուկրաինական զորքերը մտել են Ռուսաստանի Բելգորոդի մարզ, պնդելով, թե դա շատ արդար է։ Окремо доповідав сьогодні головком Олександр Сирський, фронт. Այսօր զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցեց ռազմաճակատի մասին եւ Կուրսկի ու Բելգորոդի շրջաններում մեր ներկայության մասին։ Մենք շարունակում ենք ակտիվ գործողությունները հակառակորդի սահմանամերձ տարածքներում եւ դա լիովին արդարացված է։ Պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից սկսվել է։ Մեր գլխավոր նպատակը մնում է անփոփոխ՝ պաշտպանել մեր հողը եւ մեր բնակավայրերը Սումիի եւ Խարկովի շրջաններում ռուս օկուպանտներից։ Սիրսկին զեկուցել է մեր ստորաբաժանումների ակտիվության մասին սահմանի երկայնքով, այսպես կոչված մոխրագույն գոտում, ինչպես նաև անմիջապես թշնամու տարածքում։ Կարևոր է նշել, որ մեր զինվորների քաջության եւ տոկունության շնորհիվ Կուրսկի շրջանում, ինչպես նաև ամբողջ Կուրսկյան գործողության արդյունքում մեզ հաջողվել է թուլացնել ճնշումը ռազմաճակատի մյուս ուղղություններում, մասնավորապես Դոնեցկի շրջանում։ Կենսական կարևորություն ունի նաև ռուսական տեխնիկայի եւ օկուպանտների օգտագործած ամբողջ լոգիստիկ ենթակառուցվածքի ոչնչացումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է դատախազություն պահանջելով քրեական գործառույցել ընդդիմադիր առաջատար ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ, որը Էրդողանին անվանել էր խունտայի պարագլուխ։ Շաբաթավերջին Իրանը-ամերիկյան բանակցություններ են նախատեսված Թրամփի վարչակազմի օրոք առաջին անգամ Վաշինգտոնն ու Թեհրանը կքննարկեն միջուկային ծրագիրը։ Հանդիպմանն ընթരാճ Միացյալ Նահանգների նախագահը վերջնագիր է ներկայացրել Իրանի հոգևոր առաջնորդին, որ թույլ չեն տալու միջուկային զենք ստեղծել։ Իրանի արտգործնախարարն ու Մերձավոր Արևելքի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի բանագնացը շաբաթ Օմանում կբանակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Առանց մանրամասների Աբբաս Արաղչին X-ում տեղեկացրել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունները կլինեն ոչ թե ուղիղ, ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, այլ միջնորդավորված։ Իսկ թե ինչ նկատի ունի միջնորդավորված ասելով, իրանցի դիվանագետը չի բացատրել։ Իրանը եւ Միացյալ Նահանգները կհանդիպեն Օմանում շաբաթ օրը բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար։ Այն որքան հնարավորություն է, այդքան էլ փորձություն, գնդակն Ամերիկայի դաշտում է։ Արաղչին ասել է, որ համաձայնության հնարավոր է գալ, եթե ԱՄՆ-ն բարի կամք դրսևորի, ապա հավելել, որ Իրանի գլխավոր նպատակն է, որ վերացվեն պատժամիջոցները։ Արաղչիի գրառումից առաջ ԱՄՆ նախագահն էր հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանն այս շաբաթ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ կվարեն։ Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան։ And we're dealing with the Iranians. We have a very big meeting on Saturday. Շատ բարձր մակարդակի հանդիպում ունենք իրանցիների հետ շաբաթ օրը եւ ուղիղ շփումների մեջ ենք։
Գուցե գործարք կնքվի։ Դա հիանալի կլինի։ Դա իսկապես հիանալի կլինի Իրանի համար։ Maybe a deal is going to be made. That would be great. It would be really great for Iran, I can tell you that. Հարցին թե արդյոք ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ կկիրառի, եթե հնարավոր չլինի համաձայնության գալ Թեհրանի հետ, Թրամփը պատասխանել է. Եթե բանակցությունները հաջող չանցնեն, կարծում եմ դա շատ վատ օր կլինի Իրանի համար։ 2018-ին Թրամփի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-ն դուրս եկավ Բարակ Օբամայի օրոք, 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային գործարքից, պնդելով, թե դա արդյունավետ չէ, ապա Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ սահմանեց։ Ի պատասխան Իրանն ուրանի հարստացման մակարդակը հասցրեց 60%-ի, որը մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ աստիճանին։ Իրանում կարծում են, որ Թրամփն իր վերջին սպառնալիքներով ցանկանում է Իրանին ստիպել զիջումների գնալ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անանում մնալու պայմանով ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է առաջ քաշել նաև այլ խնդիրներ, ներառյալ Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության նվազեցումն ու բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվելը, ինչը Թեհրանը բացառում է։ Թրամփը ցանկանում է վերջ տալ տարածաշրջանում Իրանի ազդեցությանը, վերացնել միջուկային ծրագիրը եւ դադարեցնել նրա հրթիռաշինության ոլորտում աշխատանքը։ Դա անընդունելի է Թեհրանի համար։ Մեկ այլ պաշտոնյա այլ ասել է, որ Իրանը չի կարող զինաթափվել, երբ Իսրայելը միջուկային մարտագլխիկներ ունի։ Ով է մեզ պաշտպանելու, եթե Իսրայելը կամ մյուսները հարվածեն, ասել է նա։ Ընդ որում իսրայելցի որոշ փորձագետներ համոզված են, որ հիմա է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու կատարյալ պահը, հաշվի առնելով, որ միջուկային ծրագիրն իր զարգացման ամենաբարձր կետում է, իսկ Իրանի դաշնակիցները լիբանանյան Հեզբոլլահ խմբավորումը եւ Սիրիան էապես թուլացած են։ Թել Ավիվի համալսարանի ավագ հետազոտող Յոել Գուզանսկին New York Times-ին ասել է. Իսրայելի համար իդեալական տարբերակը կլիներ շատ լավ գործարք կնքելը, սակայն աշխարհում իդեալական ոչինչ չկա, ասել է նա, կիսելով մտահոգությունը, որ Թրամփը կարող է ավելի ճկուն լինել, քան Իսրայելը, եւ արդյունքում գուցե տարաձայնություններ ծագեն։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերը ըստ նրա արդեն իսկ տարբեր են։ Իսրայելն ստիպված է ապրել Իրանի աջակցությունն ստացող ուժերի կողքին, իսկ Միացյալ Նահանգները հազարավոր կիլոմետրերով հեռու է եւ այլ հրատապ խնդիրներ ունի։ Մինչ այդ Մոսկվան ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դրանք կարող են հանգեցնել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը։ Безусловно, потому что мы неоднократно говорили. Միանշանակ ողջունում ենք, քանի որ բազմիցս ենք ասել, որ աջակցում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Եթե այդպես լինի, ապա դա միայն ողջունելի է։ Если это будет так, это можно будет только приветствовать. Այս ֆոնին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատն այսօր վավերացրեց Իրանի հետ 20-ամյա ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, սակայն Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում Ռուսաստանը չի պարտավորվում ռազմական աջակցություն տրամադրել Իրանին, թեև միջոցներ կձեռնարկի խնդրի կարգավորման համար։ Իդեպ Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում կրկին կհանդիպեն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը դարձյալ Ստամբուլում էր փետրվարի 27-ին։ Եվ ամերիկյան մաքսային պատերազմի արձագանքները ֆոնդային բորսաներում թվերը գահավիժում են, մի շարք պետություններ առաջին հերթին Վաշինգտոնի գլխավոր մրցակից Պեկինը զգուշացնում է, պատասխանը չի ուշանա։ Պեկինը հասկացնում է, որ չի պատրաստվում տեղի տալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական սպառնալիքներին։ Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են մինչև վերջ պայքարել առևտրային պատերազմում, չթուլանալ նույնիսկ բորսային շուկաներում տիրող անկայունության պայմաններում։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած լրացուցիչ մաքսատուրքերի կհաջորդեն հակաքայլեր եւ որ Պեկինը կպայքարի մինչև վերջ, եթե Վաշինգտոնը շարունակի նույն ոգով։ Մաքսատուրքերը, որոնք Միացյալ Նահանգներում անվանում են հայելային, Չինաստանի կառավարությունն անհիմն է որակել ու պնդել, որ նման որոշումը տնտեսական ճնշման տիպիկ դրսևորում է։ Այս հայտարարությամբ Պեկինն արձագանքել է Թրամփի երեկվա սպառնալիքներին։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, եթե Չինաստանը չնահանջի, այդ երկրից ներկրվող ապրանքների համար եւս 50% մաքսատուրքեր կսահմանի։ The tariffs that we put on. Այսինքն չինական ապրանքները կենթարկվեն 104%-անոց մաքսատուրքերի։ Չինաստանի կառավարությունն ի պատասխան ամերիկացի առաջնորդին կոչ է արել վերանայել որոշումը եւ նստել բանակցությունների։ Երեք լրագրողները նախագահ Թրամփից հարցնում էին, չի մտածում արդյոք հայտարարված մաքսատուրքերի գործողությունների դադարի մասին, ինչին Սպիտակ տան ղեկավարը բացասական է արձագանքել։ Մենք շատ ու շատ երկրներ ունենք, որոնք գալիս են
բանակցելու մեզ հետ գործարքների շուրջ, եւ դրանք լինելու են արդար գործարքներ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը, որին նախագահը հանձնարարել է վարել այդ բանակցությունները, անցած օրերին Fox հեռուստաընկերությանն ասել է Չինաստանը կմեկուսացնի իրեն, եթե պատասխանի ամերիկյան մաքսատուրքերին։ Ամերիկացի պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում երկրների համար մաքսատուրքերը կնվազեն։ Մինչ այս պահը Թրամփի մոտ բանակցությունների է շտապել միայն Վաշինգտոնի մերձավոր դաշնակից Իսրայելի առաջնորդը։ Բենյամին Նեթանյահուի նպատակը 17% մաքսատուրքերը չեղարկելն է։ Երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը հավաստիացնում էր, իր երկիրը կվերացնի Վաշինգտոնի հետ առևտրային դիսբալանսը, ինչից արդարացիորեն դժգոհում է Թրամփը։ Մենք ցանկանում ենք դրան հասնել շատ արագ եւ մենք պատրաստվում ենք վերացնել առևտրային խոչընդոտները։ Նեթանյահուից հետո Թրամփի խոսքով Ճապոնիայի պատվիրակությունն է դեպի Սպիտակ տուն ճանապարհին։ Ըստ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի, աշխարհի եւս մի քանի տասնյակ երկրներ բանակցությունների հայտ են ներկայացրել, անուններ չեն հաղորդվում։ Վաշինգտոնի խոշորագույն առևտրային գործընկերը եւ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը Եվրամիությունը, որը Թրամփի որոշմամբ 20% մաքսատուրքերի է բախվել, մի քանի օր է տարբեր առաջարկներ է անում նահանգներին, պատրաստակամություն հայտնելով լուծումներ փնտրել բանակցությունների սեղանի շուրջ։ Well, the EU remains open to and strongly prefers negotiations. Բրյուսելը մասնավորապես առաջարկել է զրոյացնել ավտոմեքենաների եւ այլ արդյունաբերական ապրանքների համար մաքսատուրքերը։ Բավարար չէ, երեք արձագանքում էր Թրամփը, պնդելով, որ ընդհանրապես Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար։ Եվրոպական միությունը մեզ հետ իրեն շատ վատ է պահում։ Նրանք չեն ընդունում մեր ավտոմեքենաները, չեն ընդունում մեր գյուղատնտեսական ապրանքները, նրանք ընդհանրապես գրեթե ոչինչ չեն ընդունում։ They don't take anything practically. Թրամփը դաշինքից պահանջում է փոխել Ամերիկայի հետ առևտրի ծավալների անհավասարակշռությունը, գնելով ավելի շատ ամերիկյան էներգակիրներ։ Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարություններից ու տնտեսական ցավոտ որոշումներից ցնցված համաշխարհային ֆոնդային շուկաները այսօր փորձում են վերականգնվել։ Եվրոպական բաժնետոմսերը 4 օր տևած գահավիժումից հետո այսօր սկսել են կայունության նշաններ ցույց տալ։ Կտրուկ նվազած նավթի գները նույնպես վերականգնվում են։ Ճապոնիայում առևտրային բանակցությունների շուրջ պայմանավորվածության ֆոնին ծանր կորուստների բախված Նիքեյի ինդեքսները 6%-ով աճել են։ Դրական տեղաշարժեր կան նաև չինական շուկաներում։ Թրամփը պնդում է, որ իր կողմից 10-ից մինչև 50% մաքսատուրքերի սահմանումը կօգնի վերադարձնել Միացյալ Նահանգների կորսված արդյունաբերական հիմքը, որը թուլացել է իր համոզմամբ առևտրի ազատականացման պատճառով։ Այսքանը օրվա մյուս լուրերը Ազատության էջերում սոցիալական ցանցերում, այցելեք նաև մեր կայքը azatutun.am կհանդիպենք։